Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը։ Այսօր մենք զրուցելու ենք ամերիկահայ պատմական գիտությունների դոկտոր Կարապետ Մումջյանի հետ, արդեն գիտենք, որ Գլենդելում տեղի են ունեցել հանրահավաքներ ի պաշտպանություն Ռաֆի Հովհաննիսյանի համաժողովրդական շարժմանը, այսինքն այն ինչ կատարվում է Հայաստանում, այն դժգոհության ալիքը, որը բարձրացել է փետրվարի 17-ի նախագահական ընտրություններից հետո, կարծես թե արձագանք է գտնում նաև ամերիկահայերի շրջանում, մասնավորապես Գլենդելում երիտասարդությունը նախաձեռնել է աջակցության հանրահավաքներ ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդական շարժմանը։ Պարոն Մումջյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Տերենի։ Պարոն Մումջյան, ինչքանով այս Գլենդելում տեղի ունեցող հանրահավաքները իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։ Տեսեք, Տերենի, նման հարցի կոնկրետ պատասխան տալը բավական դժվար է, որովհետև այդ մեկը չափելը քաղաքականությունը ինքը արդեն կոնկրետ գիտություն չէ, որ այդ մեկը կարողանանք անել։ Բայց ասեմ հետևյալը, որ երկու հարցեր կա, որ պետք է նկատի ունենանք։ Մեկը այդ, որ եթե նման չլինեին նման հավաքներ սպիրկի մեջ, արդյոք այդ մեկը պիտի ինչ ըցել դար հայրենի մեր ժողովուրդի մոտ ի նկատի ունենալով սպիրկի իրենց եղբայրները և քույրերը, իսկ երկրորդը այն, որ նման ծերնակներ, որքան որ TV իմաստով այդքան մեծ չլան, բայց բանացուցական իմաստով շատ կարևոր է, որովհետև վերջավորության ցույց կտան, որ մեր ժողովուրդը ուր որ նվի Հայաստանում և լա սպիրկի զարգացման ապելում, բարոյապես արտավազն այս բարակային, դիգուն կգարտնի շարժումինը, որը ինք կգարտ է, ինչպես որ է բարական Հայաստանի մեծ զավալած այսօրվա ժողովրդական շարժումին, որը ինք կգարտ է, որ արտար և իրավացի շարժում է։ Հետևաբար այդ իմաստով պետք է նաև այսօրվա դեղի ունեցած հավաքը կամ հավաքները գլենդերի մեջ, որոնք ասեմ նաև, որ գազམ-կերպված էին ընդհանրապես երդասարդ գազམ-կերպություններու և խումբերու կողմէ, որը բավական արդեն քաջալերական է։ Սփյուռքում կազմակերպված այդ սատարման հանրահավաքները կամ աջակցության հանրահավաքները ինչին են ուղղված, այսինքն Սփյուռքը ինչ է պահանջում, անվավեր ճանաչել փետրվարի 18-ի ընտրությունները և արդյոք սա հայտ չէ Սփյուռքի կողմից անմիջականորեն մաս կազմել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Ինչ որ ես հասկանում եմ Տերենի, կարդ հետևյալ գերտ կարելի է մեկնաբանել։ Առաջին հերթին Սփյուռքի մեջ հավաքված ժողովուրդ և հավաքված երիտասարդությունը առաջին հերթին և իրենց համար ամենակարևորը թերևս կուզեն ցույց բարձրացնել ոչ թե անհատներու պաշտպանության հարցի վերաբերյալ, այլ այն հարցի վերաբերյալ, որ մեր երկրում դեմոկրատիան պետք եղածելով չի ընթանում, և արդեն 20 տարի է ինձ, որ այս գաղթության մեջ ենք և գարձեք այս գաղթությունից դուրս գալու ժամանակը եկած է, որովհետև եթե Հայաստանը չի դառնա լիիրավ մեկ երկիր, որ պիտի կարողանա ապրեցնել թե իր ժողովուրդը և թե նաև մարդիկ ներկայացել Սփյուռքից, պետք է օրգանական կերպով փոփոխություններու ենթարկվի ներքնավես, ինչ կվերաբերի օրենքի իշխանության և այլն։ Հետևաբար ես կկարծեմ, որ առաջին հերթին մեր երիտասարդության ակտիվությունը, որ գտեսնեք այս ափին, արևմտյան Ամերիկայի ափին, առաջին հերթին գուկա պաստելու, որ իրենք ժողովուրդի կողքին են և արդարության կողքին են այս բարակային, ինչ որ հազգանշված է ընտրագերտիկներու իմաստով։ Հիմա երկրորդ հարցը այն է, որ որովհետև նաև Ռաֆի Հովհաննիսյանը մեջտեղ եկավ իբրև չամպիոնը ասենք ողմը, այս հարցի հարաճ մղման և ժողովուրդը առաջ մղելու, անպայման, որ այդ մեկը նաև իր ազդեցությունը պիտի ունենա մեր երիտասարդության վրա, նաև պատճառները կան։ Պատճառները մեկը այդ է, որ Ռաֆի Հովհաննիսյանը ըստ այս երիտասարդներուն ուրեմն
արդար միտար է պաշտպանում, իսկ երկրորդ նաև պետք է մոռանանք, որ Ռաֆի Հովհաննիսյանը որտեղ 20 տարիների իվեր Հայաստանի Հանրապետության մեջ է ալվում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այս նաև գճացվի իբրև սպյուրքահայ, հետևաբար սպյուրքահայ երկասարտի մոդի իր հանդեպ բավական այսպես ասած մոդիլություն կա եւ ադիգա որ հանգամանք մնե, որովհետեւ այդ մոդիլությունը նաև սպյուրքի երկասարտին կարող է դալ այն համոզումը եւ ադիգա շատ կարեւոր է մեզ համար այս օրերուն, որ Հայաստանի մեջ պայքարի իջած ժողովուրդը եւ սպյուրքի մեջ պայքարի իջած ժողովուրդը նույն ժողովուրդն են, այսինքն չկա երկու ժողովուրդներ, արևմտահայ եւ արևմտահայ, այլ դա մեկ ժողովուրդ, անալ հայ ժողովուրդն է։ Հետևաբար Ռաֆիի այս հարցը պետք է նաև դիտարկել այս բժշկմագից։ Այսինքն կարելի է գնահատել, որ սա նաև համազգային շարժում, հա, ձեր կարծիքով։ Ես կգարձեի, որ ավելի ճիշտ պիտի այդպես կոչել շարժումը, մանավանդ սպյուրքահային համար, որովհետև սպյուրքահայը այսօր միայն իրեն վերաբանված է բարոյական աջակցություն ցուցաբերել։ Երևակայեք, որ նույնիսկ չի կարող նյութական աջակցություն ցուցաբերել ժողովրդային շարժման կամ Ռաֆիին, որը բավական մեծ ծախսերու մեջ մտնում է այս վերջին 15 օրերի ընթացքում։ Սպյուրքահայի համար կմնա մեկ միջոց, բարոյական աջակցությունը ցուցաբերել այս շարժումին եւ անալ 10 օր ուշացումով, բայց վերջավորության բավական խոսելով, բավական առցանց միջոցներով այս հարցերի մասին խոսելով մի գազագերբվածություն դուրս եկավ եւ քրթական միություններ կողքովի եկան եւ սկսան այս շարժումը, որը ես կդարձեմ առաջին անգամը պիտի չլանա մեծ մասշտաբով շարժում, այլ պիտի շարունակվի առաջիկա օրերուն։ Մենք բաղավին այսօրվա դվյանները իսկ լուծունենք, թե ինչ տեղի ունեցավ, քանի հոգի ներկա են այդ մեկը պետք է սպասել դարաշրջան, որպեսզի վաղ առնենք, բայց ես արդեն գիտեմ, որ Ռաֆի Հովհաննիսյանը Skype-ի միջոցով արդեն արիթ ունեցած է խոսելու երիտասարդության եւ իր մեսեջը փոխանցելու, եւ նաեւ լուրերին, որը առաջիկային դեղի ունենան նաեւ այլ միջոցառումներ, որոնք կարող են լինել ավելի մեծ մասշտաբով եւ ավելի մեծ ժողովրդի ընդգրկումով։ Այսինքն, ինչքան ես հասկանում եմ, այս աջակցության շարժումը, որը նախաձեռնվել է Սփյուռքում, միանվագ բնույթ չի կրելու եւ այդտեղի երիտասարդությունը, ով նախաձեռնել է այդ հանրահավաքները կամ սատարման հանրահավաքները, պատրաստական է դրանց շարունակական բնույթ տալ։ Ես կարծեմ ինչ որ հասկանում եմ վերջին մի շաբաթվա ընթացքին առցանց տրված ստատուսների եւ նաեւ այլ հարաբերությունների ջանքով, որ ունեցած եմ այս երիտասարդական շարժման ղեկավարների հետ, թերելի ծեր ասածը ճիշտ է, այս կացությունը եւ այս միջոցառումներու շարունակություն կա։ Հարցերի մեկը նաեւ որ երիտասարդությունը գուզե միջամուխ դառնալ, տասատուլի թիմով երիտասարդներու օժանդակության կամ երիտասարդություն կանգնելու ծեր մեջ կգա։ Այդտեղի այս բավական տասություն կա եւ ծերումը երիտասարդները գտնեն այդ հարցը, թե ինչպես պիտի նաեւ կարողանան օգտակար հանդիսանալ տասատուլի կես իրենց եղբայրներուն, նաև ծերումը թիվում նաև անոց շարժում։ Թեև իմիջայլոց ասեմ, որ այդ շարժումը արդեն օրգանական օրեն մաս է կազմում Հայաստանի մեջ տեղի ունեցող ժողովրդային շարժման, բայց իբր երիտասարդ ուսանողներ իրենք ուզում են ծերումը նաև իրենց աջակցությունը հայտնել տվյալի օրեն ծերումը, իրենց երիտասարդ ուսանող երիտասարդության, որ Հայաստանի մեջ քանի օր է ի վեր արդեն տասատուլի դիմաց է եւ այդ գծով նաև գտեսնենք, որ գարնաշրջաններու գոմեր, որքան ասպես ասած աթեգոսներու գենտարի եւ նաև ցույց է այդ գծով չես առածքային գծով նաև քաղաքական մեկնաբանություններ դրվին, ինչ որ ճիշտ պետք չէ լա, որովհետեւ երիտասարդության ուսանողության առածքայինը քաղաքական պետք է համարել, այլ ինքնըստինքյան ազգային հայրենասիրական շարժում պետք է ունենալ։
Ամերիկայի երիտասարդությունը եւ նաեւ ես կգարձեմ, որ շուտով այս շրջաններու հայկական քաղաքաշխարհի երիտասարդական միությունները պիտի ցերնատներու յալտին, որովհետեւ նաեւ իրենց աջակցությունը ցուցաբերեն իրենց դասատուլի մեջ գտնվող եղբայրներուն երկրներուն Հայաստանի ուսանողներուն։ Պարոն Մումջյան, երևի վերջին հարցը, գիտենք, որ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը դա արտագաղթն է, դա այն է, որ Հայաստանը ամեն օր, ամեն ժամ դատարկվում է։ Ինչ է կարծում, եթե Հայաստանում հաջողվի հասնել արմատական փոփոխությունների, հնարավոր է Սփյուռքից վերաներգաղթ կամ վերադարձ դեպի Հայաստան։ Ես կարծեմ այո հնարավոր է նաև նույնիսկ ինձ մեզ կսկսել։ Այսպիսի տրամադրություններ կան։ Ես կգործեմ որ շատերի մոտ այդ տրամադրությունը կա, բայց նաև լսելով հանդերձ որ այդ ահռելի վիճակը որի մեջ է այդ երկրի ժողովուրդը արդեն ଅଧିକା ինքնաբերաբար գուսալկե սպիրկի մեջ գտնվող այն խմբավորումները, որոնք ուզեն երկար եւ Հայաստան հաստատվի։ Բայց եթե մեկ հատ նկատի ունենանք, որ Հայաստանի մեջ հաստատվի օրենքի բերությունը եւ Հայաստանի մեջ իրավունքները չողնագողվին, հավասարությունը ըլլա միանշանակ եւ բոլոր մարդիկ կարողանան ծևոմ լավ կյանքի պայմաններ ունենալ, ես կարծեմ, որ մեր երիտասարդներն սկսյալ մինչև դարեցներեն շատեր Բիդի ուզեն կալ և Հայաստան հաստատվի, ես վերջավորության մտածում եմ, որ ահավասիկ, որ դասությունները այս դեղ հասած են, ինչու չէ ես ալկամ և իմ կարողություններս և իմ ակադեմական միջոցներս իսադարձնեմ մեր երկրին և մեր ժողովրդին։ Բայց պետք է ունենանք օրենքի երկիր, պետք է ունենանք արտարություն և մանավանդ օրենքի առջև հավասարություն։ Սա է հիմնական պահանջը։ Եվ դժբախտաբար 20 տարվա ընթացքում իրարահաջորդ իշխանությունները մեզի այդ տեսակի երկիր չպատրաստեցին եւ գալիս թե շատ բան չի գա, նպատակ չի գա այդ տեսակի երկիր պատրաստելու։ Հետևաբար գտեսնես բորտումը ժողովրդային, որ գսել թե մենք պետք է ավելի լավին արժանի են։ Շնորհակալություն, պարոն Մումջյան, ես ձեզ հաջողություն եմ մաղթում, հուսանք, որ կտեսնվենք Հայաստանում եւ այս համար շնորհակալություն եւ նաեւ պետք է ասել, որ ցույց շատ կարեւոր գործ է անում ցիվիլիզացիոն սիրելի երիտասարդներ, որ արդեն երիտասարդական ասպես գուր դաշնակերպությունն է, որ կարող է նման լրատվական իմաստով մեզի դերյակ պայել ամեն անցուտարձերում, իսկապես վարկերնից կդար։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք պատմական գիտությունների դոկտոր Կարապետ Մումջյանի հետ։ Ստեսություն։